Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Միթե Ադրբեջանն ու Թուրքիան կուժեղացնեն Հայաստանի վրա ճնշումը միջանցք խլելու համար։ Թրամփի հետ ձեռք սեղմումից հետո Ալիևը ինչու է ել ավելի մեծ թափով շարունակում խոսել ուժի դիրքերից եւ գրոհելու համար մեծացնում ռազմական բյուջեն։ Փաշինյանը ինչու չի զանգում Թրամփին Ալիևի հայատյաց եւ ռազմատենչ բառապաշարը ներկայացնելու համար։ Ինչ է կատարվում վարակույրների հետևում, Հայաստանին ճնշելով եւ բարոյազրկելով Ալիևը ինչի է բախվելու, ում ձեռքերը կտրելով կազատենք Հայաստանի պարանոցը։ Այս եւ այլ կարևոր հարցերի մասին խոսելու եմ քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի հետ։ Ալիևը երբեք չի զսպվելու։ Մի գիշեր, չի ասում մի օր, գիշերով մենք թակելու ենք ձեր դուռը։ Սա թուրքական բնավորությունն է։ Այդ կանից հետո իսկապես մեզ կարող էին հանձնել։ Ինչ ես ասում, ուզում ենք մեռնենք ազգովի։ Իրանց սիմվոլը լուսինն է, սատանեն։ Զենք ու զինամթերք, ռազմական տեխնիկա, այդ ամենը Ադրբեջանը ինչի համար է ձեռք բերում։ Հարմար պահը բռնցնի եւ իրականացնի իր վերջնական գործողությունը։ Հայաստանը վերջացավ։ Մենք կայնած ենք Հայաստանի կորստի իրական վտանգի առջև։ Մարդկության պորտը ստեյա։ Ստեյից սկսվել է, ստեյից էլ ավարտվելու է։ Ես ասած ես քյալա չի հասկանում։ Ադրբեջանը ռուսների եւ թուրքերի զաբորների տակ սիրահարության ապօրինի զավակն է։ Նա օրինական ծննդականել չունի, որովհետև մենք ձգտում ենք դեպի լույսը։ Սրանք խավարի մեջ են։ Լույսը հաղթելու է, հիշեք։ Բարև ձեզ, պարոն Սարուխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ Ես եմ շնորհակալ հրավերի։ Պարոն Սարուխանյան, ինչ է կատարվում տարածաշրջանում։ Վաշինգտոնի հանդիպումից հետո Ալիևը մեծ թափով կրկին սպառնում է եւ ռազմական բյուջեն մի քանի անգամ հզորացնում է, պատրաստվում է տարատեսակ զորավարժությունների եւ կրկին ել ավելի մեծ թափով մատ է թափ տալիս Հայաստանի վրա եւ հեգնում։ Սա ինչ է, Ալիևը զրոյացնում է Թրամփի հանդիպումը։ Շատ կարևոր հարց եք տալի, բայց ձեր հարցի մեջ նկատվում է, գիտեք ինչ, ինչ որ այսօրվա իշխանության վարած քաղաքականության ոնց որ հետքեր եմ նկատում։ Այդ դուք ասում եք ել ավելի է շատացնում ռազմական բյուջեն։ Որևէ հետքեր, որևէ իշխանության հետ կապված Չէ, ինչի համար, չէ։ Հաստացի եմ ասում։ Ես ձեզ չեմ մեղադրում։ Ուղղակի տոնայնությունն է այդպես, կարծես թե արդեն խաղաղություն կար, ինչպես պնդում են իշխանությունները։ Եվ այսինքն ինչ որ շատացել է։ Ոչ, երբեք էլ դեպի խաղաղություն ոչ մի բան չի գնացել։ Երբեք էլ Ադրբեջանը չի դադարեցրել իր ռազմական հնարավորությունները ուժեղացնել, շատացնել։ Սա իլյուզիա էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի կողմից տարածած ինչքան էլ դա սուտ է, ինչքան էլ մենք գիտակցենք, որ սուտ է ասում, բայց այնուամենայնիվ հարյուրավոր, եթե հարյուրավոր չափա տասնյակ լրատվամիջոցներ օրական խաղաղություն բառ ասելով խաղաղություն, ոնց որ մեր ենթագիտակցության մեջ նստել էր թե արդեն դեպի լավը պետք է դա։ Մեր եթերում մեկ անգամ ասացիք, որ Թրամփը իր թաթը դրել է տարածաշրջանի վրա։ Դրա իր մեջ ներառում է նաև որ ինչ որ զսպողականություն Ալիևի մասով։ Հարցը այդտեղից եմ բերում։ Ճիշտ է։ Ալիևը երբեք չի զսպվելու։ Եվ սա բնավ կոնկրետ Թրամփի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին բանատեղ չդնելու խնդիր չի։ Ինչն է ապա հարցը։ Ահա, ասեմ ձեզ։ Ընդամենը թուրքերը ունեն մի հատ sense բնավորություն, երբ որ մենք քնում ենք, իրանք արթուն են մնում, հերթափոխով աշխատում են։ Այսինքն անգամ այս վերջերս Թրամփը, երբ որ ասում Թրամփը Էրդողանը մատ թափ տալով Նետանյահուին ասեց, մի գիշեր, չի ասում մի օր, գիշերով մենք թակելու ենք ձեր դուռը։ Սա թուրքական բնավորությունն է։ Գիշերով մեր Մարգարյանին սպանեն, հա, սպային, գիշերով են անում։ Իրանց սիմվոլը լուսինն է, սատանեն։ Այսինքն իրանք այդ են։ Իրանք միշտ պատրաստ են։ Այ երբ որ մենք ասում ենք Թուրքի հետ կարող է ինչ-որ պահի տակ խաղաղության պայմանագիրել կնքես, բայց փայտը ինչպես որ շանը դեն, փայտը ձեռիցը մի քցի։ Իրանք դրա մասին գիտեն։ Իրանք հարմար պահի են սպասում, թե երբ են հայ վիզը կտրելու։ Հա, Թրամփի մոտ կասեն,
Գիտեք ինչ կա, միջազգային իրավիճակի մեջ լինում են ֆորս մաժորային իրավիճակներ։ Երբ որ շունը տիրոջը չի ճանաչում մի պահ, եւ դա բավական կլինի թուրքերի համար հայկական հարցը լիովին վերջացնել։ Հետո կդնենք աղերսեն, հետո կհերքեն, կասեն չէ տենք չի եղել տեղանությունն է եղել ցեղասպան, կասեն 100 տարի անցել է ինչա, կհայտնվի մի հատ Նիկոլի նման մեկին կգտնեն, որը կհելի կասի ախպեր ջան, այդպես բան չի եղել։ Չի եղել, մենք ախպերություն պետք է անենք, Մասիսարն էլ պետք է հանենք, Հայաստան բառն էլ պետք է ջնջենք, պետք է գրենք Արևմտյան Ադրբեջան գից Հայաստան, հասկանաս, կգտնեն մեկին, ոնց որ գտան Նիկոլին։ Սա գիտեք ինչ կա, թուրքական աշխարհի համար, ինչպես նաև ռուսական աշխարհի համար, այսինքն բռնատիրական ռեժիմների կողմից ցենց գտածո էր։ Անդրադառնանք այսօրվա պատկերին։ Հիմա այսօրվա պատկերը կատարվում մեր շուրջը։ մենք մեռանք ասելով, ես ճիշտն ասած ինձ ներկայացնում եք քաղաքական գործիչ, դա ճշմարտություն է, բայց ես ներկայացնում եմ Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, որի համանախագահն եմ։ Մեր մյուս համանախագահն գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մնացական Տեր Խաչատրյանց է, նախկին գնդապետ։ Հիմա մենք միշտ ասել ենք, այո, խաղաղություն եք ուզում, ատո արեք։ Այդ խաղաղությունը ոչ մի բանի չի խանգարում իրավական ճիշտ քո հարցադրումը դնելու համար, բայց զուգահեռ նաև զինվեք, զուգահեռ նաև ժողովրդին պատրաստեք հավանական պատերազմին, զերո ուշադրություն։ Մենք մշտապես ասել ենք, լավ, պատկերացնենք մի դրվագ, որ բանը բանից անցնում է, հարձակվում են, թուրքերն են հարձակվում, ադրբեջանցիք, թե Իրանը, թե Ռուսաստան, այսինքն ինչ-որ մեկը հարձակվում է։ Ու բանակը ի վիճակի է դիմակայել, ասենք մի շաբաթ, դրանից հետո ինչ պիտի լինի։ Այսինքն մասսայական բռնաբարություններ։ Իսկ գոնե որևէ երկիր ունենք բարեկամ, որը ինչ որ ձևով անվտանգության երաշխավոր կդառնա։ Այո։ Եվ դա ո՞րն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 պետությունն է աշխարհի։ Դրա թիվ 2 անձնավորությունը Նենսի Փելոսին իր ոտով հելավ եկավ Հայաստան։ Ասաց ինչա պետք ձեզ։ Իդեպ ես ձեզ ասեմ, այն ժամանակ դեռ Արցախը հանձնված չէր։ Ասաց ոչ մի բան։ Մեզ ոչ մի բան պետք չի։ Լավ, չեք ուզում ասենք հակադրվենք։ Փելոսին չէր կարող ինչ որ մի բան աներ, որ Ինչ աներ, եթե հիվանդը չի ուզում բուժվի։ հայաթափումը։ Լսեք, այսօր որ բանը գալիս է շտապ օգնությունը, ասում արի հիվանդանոց տանենք, ասում չեմ գալի, ասում դες ստորագրի որ չես ուզում։ Մեռնում ես, մեռի։ Հիմա այդ կանից հետո, տեսեք, այդ կանից հետո իսկապես մեզ կարող էին հանձնեին։ Ինչ ես ասում, ուզում ենք մեռնենք ազգովի։ Ազգով չենք ուզում մեռնենք։ Մենք չենք ուզում մեռնենք, բայց մենք այնքան թույլ ենք, այնքան քաղաքականապես հետամնաց ենք, այնքան քաղաքականապես անհետևողական եւ ասենց ասեմ արմատին չնայող մակերեսորեն առաջնորդվող ազգ ենք։ Նիկոլը Մերժի Սերժին։ Հիմա նայեք, հիմա նույն շարժումներ ա սկսում։ Մերժի Նիկոլին։ Մենակ թե Նիկոլը չլինի որ, բա ով գա։ Բա որ Նիկոլը չեղավ, ավելի վատ եղավ։ Այսինքն մենք արմատին չենք նայում, թե ինչից է գալի դա։ Դա գալիս է մի բանից, որ Հայաստանը ուղղությունով բռնազավթված է ռուսական կայսրության կողմից։ Մենք դա այդ փաստը չենք նայում։ Այ եթե մենք առաջնորդվենք դրանով, լավ, բա ոնց անենք, որ ազատվենք ռուսական կայսրությունից, նոր մենք ճիշտ որոշումը կկայացնենք։ Նոր ազգովի մարդկանց ամեն ինչ են անում, որ հանկարծ այդ հարցին, այսինքն քաղաքականապես մեր օրենտիրովկան, ասենց ասենք, չբխի այդ տեսանկյունից։ Եվ դրա համար մենք հայտնվել ենք այս վիճակում։ Այսինքն մենք կեղծ արժեհամակարգերի մեջ պտտվում ենք։ Կան ուժեր, այո, արդար խոսում են, նայում ես, լսում ես, այս սա որ եղավ, Հայաստանը կփրկվի, այո, կեղծիքների մասին ասում են, այո, պետք է սենց արվի, բայց չեն ասում ամենակարևորը, որ մենք պետք է ազատվենք ռուսական կայսրության ազդեցությունից, որովհետև ռուսական կայսրությունն է նշանակում այստեղ իր դրածոներին։ Այսօր էլ իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանն ինչ է։ Եվ այդ հանկարծ չխափնվեք, որ իր անունը դրել են արևմտամետ,
Արևմտան մեծ, ինչ գործ ունես Շանխայյան համագործակցության գնացել ես Չինաստան։ Դրան զուգահեռ հանդիպում է Վաշինգտոնում Թրամփի հետ։ Լսեք, Թրամփը կարող է պատահի, կանչի, որպեսզի կարողանա պոկի։ Տեսեք, Թրամփը հանգամ ուզում էր չինական ազդեցությունից պոկել նաև Ռուսաստանին։ Երբ որ սաղ աշխարհը բերանը բաց նայում էին, թե որ Պուտինը ո՞նց է հարձակվել Ուկրաինա վրա, ո՞նց անել, հետո ինչ է լինելու, ո՞նց է լինելու, ինքը ասում է Պուտինը այսպես տղա է։ Ինքը դրա համար չէր ասում, որ իսկապես Պուտինը լավ տղա է։ Ինքը ուզում էր պոկել։ Պուտին տեսա, որ չի ստացվում, ինչ ասեց այս վերջերս, ասեց քյալա, չի հասկանում։ Չես ուզում, դե լավ մնա այն կողմը։ Նույնը անում է մնացածին, նաև Հայաստանին։ Ուզում են, հիմա տեսեք, այդ նույն տարբերակով, այ երբ որ մեկ-մեկ ասում են, չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիան, բայց դեռ այդ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի շատ ախպերություն անում ռուսների հետ, հատկապես հայկական հարցում, քան թե հենց ՆԱՏՕ-ական երկրների հետ։ Իրա ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայի ճանապարհը փակել են Եվրոպա, այդ ո՞նց է լինում։ Այսինքն այդ հեքիաթները, լոլոները մեր հայ հասարակության համար են, որ վաղ ծնեն, վաղ մթնոլորտով ինչ ուզեն ունեն անեն։ Պարոն Սարուխանյան, վերադառնանք մեր տարածաշրջան կոնկրետ Հայաստան։ Հայաստանը այսօր կոնկրետ սպառնալիքի տակ է, համաձայն։ Այո, Սպառնալիքի տակ է։ Ալիևը Վաշինգտոնում խաղաղասիրության երգեր էր երգում, վերադարձավ Ադրբեջան եւ օրեր անց հայ հասարակությանը անվանեց հիմար եւ օկուպացված հայկական տարածքներում, խոսքս Արցախի մասին է, ժամանակավորապես օկուպացված եւ այնտեղից տարատեսակ հայտարարություններ արեց։ Դրանից բացի օրերս ԱՊՀ խաղերի բացման ժամանակ բեմում տեղադրել էին երկաթյա բռունցք, որը ըստ նրանց խորհրդանշում է 44-օրյա պատերազմում նրանց տարած փառաբանց հաղթանակի սիմվոլն է։ Եվ նույնիսկ հաղորդավարները վիրավորական ու թշնամական խոսքեր էին ասում հայերին ու հայ ազգին։ Դրա մասին Թրամփը չի տեսնում։ Լսեք, Թրամփն ով է այս բանից։ Առաջերտին պետք է տենա հայ ժողովուրդը։ Բասեցին Թրամփը խաղաղություն է բերում։ Լսեք, բերում է, եթե հիվանդը չի ուզում բուժվել, ինքը եկել է բուժելու։ Հանդիպում է տեղի ունեցել։ Լսեք, ինքը հանդիպում որ տեղի է ունեցել, ինչ է տեղի։ Կարևոր համաձայնագրեր չեն ստորագրել։ Չէ։ Բա ինչ է դա։ Լսեք, դա թղթի կտոր է։ Թղթի կտոր ուղղակի հուշագիր, որ ես մենք որոշել ենք այսուհետ գնանք դեպի խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դիտումած սա որպես խաղաղության ուղի բռնած այդ համաձայնագրի խախտում Ադրբեջանի կողմից չի դիտում։ Մենք տեսանք ՄԱԿ-ում իր ելույթը։ ՄԱԿ-ում, որ Հայաստանին աշխարհում ոչ մի պետություն հակամարտության կողմ չէր համարում։ Նիկոլ Փաշինյանը կայնավ ասեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ։ Այդ եզրույթը օգտագործեց, դուք հասկանում եք։ Բայց եզրույթ է օգտագործում խաղաղության պայմանագիր, դրա մասին չեք խոսում։ Չէ, խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի կողմից է մենակ օգտագործում։ Ալիևի կողմից դա օգտագործվել է երբևիցե։ Ալիևը նորից շարունակում է ասել Զանգեզուրի միջանցք։ Ինչ է ստացվում, պարոն Սարուխանյան։ Ալիևը լիակատար կապիտուլյացիա է պահանջում Հայաստանից։ Կապիտուլյացիան դե ֆակտո կատարվել է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը իր ելույթով ապացուցեց, որ կապիտուլյացիա բառը, այդ բառը չի օգտագործում, բայց էության մեջ ամբողջությամբ ինքը ընդունել է։ Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ հայ ժողովուրդը։ Լայն թափով Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնում։ Այս տարի գրեթե 40-ից ավելի զորավարժություններ, զենք ու զինամթերք, ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ եւ տարատեսակ ժամանակակից սարքեր։ Այդ ամենը Ադրբեջանը ինչի համար է ձեռք բերում այսօր հարմար պահը բռնցնի եւ իրականացնի իր վերջնական գործողությունը Հայաստանը վերջացնի հարմար պահ ես նույնց եմ ասում այսօր տեսեք դուք այդքան ասում եք Թրամփը չի տեսնում Ամերիկան չի տեսնում բան չեն թողում բան չի ձեն չի անում ուրեմն Թրամփի դարդու ցավը կտրած թե ամեն օր նստի տենա թե Ալիևը ինչ անդե խոսում Մենակ այնքան բավական է որ մինչ օրս Հայաստանը դեռ լայնամասշտաբ ագրեսիայի չի ենթարկվել, դա միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների վախից է, թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Մենք գիտենք, այս 4 տարի պատերազմից հետո ռուսական կողմը Պուտինը 100 անգամ
Ստիպել է Ալիևին, հարցակվի, Ալիևը չի հարցակվում։ Գիտեք ինչ է, որ վախում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ինչ կանի Ամերիկան։ Ինչ է անում այսօր Ամերիկան Ուկրաինայի համար։ Ռուսաստանի նման երկրորդ պետությունը աշխարհի իր հզորությամբ 4-րդ տարին նա չի կարող գրավել Ուկրաինան, չի կարող, օգնում է, ընդամենը օգնում է։ Ինքը չի ասում ես իմ երեխեն պետք է գա քո համար զոհվի։ Եթե դու պատրաստ ես ապրելու, եթե դու պատրաստ ես պատերազմ տալիս, կօգնեմ քեզ։ Այդ մնացած խաղերը կտա գումար չի տա Եվրոպայի նատալի, Եվրոպա նատալի, կապ չունի։ Մենք տեսնում ենք 10 անգամ ավելացել է այդ օգնությունը Ուկրաինային։ Ու էլի ավելանալու։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ փորձեցին Ռուսաստանին վերադարձնել քաղաքակիրթ, չնայած Ռուսաստանը երբեք էլ չի եղել քաղաքակիրթ աշխարհի մաս կազմողակի, փոխհարաբերությունները բարելավել էին, տենց յոլա էին մնում։ Հիմա գնալով այդ իր ոհմակային, հա, հատկությունները առաջացան, արունը տեսավ, ավելի շատ արուն ուզեց, գնացել է վայրեն այդ միջնադար էլի, այսինքն ձիերով կռվի ժամանակ ոնց է եղել։ Արունը տեսել է գնում է Պուտինը, որովհետև եթե Պուտինը պատերազմը կայունացրեց, Ռուսաստանը կվերջանա։ Ու ինքը հենց պատերազմը սկսել է նրա համար, որ Ռուսաստանը պաշտպանի։ Առանց պատերազմի Ռուսաստանը վարի էր գնալու։ Ասում եք, որ Ալիևը վախենում է Թրամփից ու Ամերիկայից եւ չի հարցակվում։ Այսուք ենթադրենք, եթե ինչ որ ձևով համարձակությունը չափուսաման անցավ Ալիևի, այ դրա համար եմ ասում, այո, ֆորս մաժորային իրավիճակ կարող է ստեղծվել։ Ինչ է անելու Թրամփը։ Լսեք, եթե ֆորս մաժորային իրավիճակ արդեն առաջացել է, դա նշանակում է, այսինքն աչքա թողեն արի մի պա։ Իմ ասածը դա է։ Պատկերացեք ես մի բան, ես վերջերս 3 թե 3 եւ հարցիդ պատասխանն է։ Ես վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգները հրավիրել են աշխարհում բոլոր Ամերիկայի բազաների, ռազմական բազաների բոլոր գեներալներին։ Սուխապուտներին, ծովային, օդային, բոլոր գեներալներին եւ խորհրդակցություն են ըստ էության հայտարարել են, որ պատերազմը սկսված է։ Որ պատերազմի մասին։ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին է խոսքը։ Որտեղ իրանք նոր են հասկացել, այսինքն շուտ էին հասկացել, ես նորից եմ կրկնում, Տրամփը ինչ է դերասանությունը, որ անում էր բանի Պուտինի հետ։ Մարդիկ ասում են, գիժ, հիմա այս բա ինչ աներ։ Բա ինչ աներ, մի անգամ այնպես խոդ ու գար ու կռվի մեջ մտներ, բա հետո օպտիկ կայնացներ դա։ Ինքն այդ կայնացնող ուժ է այսօր։ Որ տեսա որ հիմարները չեն հասկանում։ Համաշխարհային երրորդ պատերազմը սկսվել։ Բա իհարկե։ Սյունիքի Արցախից է սկսվել, հələ Սյունիքից էլ չի։ Արցախից է սկսվել։ Այ երբ որ կաթիլ զիջում էին, կաթիլ էս էին անում։ Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել էր հենց Արցախից։ Որովհետև ստեյա պորտը, մարդկության պորտը ստեյա։ Ստեյից սկսվել է, ստեյից էլ ավարտվելու է։ Ու հենց այդ Արցախը երկու կես եղած վիճակով, այսինքն 50-50-ի տակ, չգիտեին, Հայաստան չի, Ադրբեջան չի։ Ստե գիտեք ինչ կա, Ադրբեջանը ինքնին այն պետությունը չի, որ որպես պետություն ուժեղա Իրաննա թե չէ։ Ստե խնդիրը թե այդ քրիստոնեական հողին տիրելու են արդյոք հակաաստվածային տոտալիտար ռեժիմի ներկայացուցիչները։ Այդտեղ տեսնում եք Իսրայելի թաքնված գլուխը։ Չէ, ես այստեղ տեսնում եմ Չինաստանի թաքնված գլուխը։ Չինաստանի հիմնական պայքարն ու պատերազմը Չինաստանը։ Դրա համար Պուտինին հրաման տվեցին իր տերերը, Սինձինպինը, եւ ինք իր շոբլային հավաքած Լուկաշենկո, Ալիև, Նիկոլ Փաշինյանը տարավ Չինաստան։ Բայց կարծես թե Չինաստանը այդպես չի զինում Ադրբեջանին ինչպես Իսրայելը։ Լսեք, Իսրայելում, լսեք ասեմ, կան շատ հիմար մարդիկ, ովքեր հին տոնարով դեռ կարծում են, թե իրանց Իրանին պետքա ճնշել եւ ամենահարմարը Ադրբեջանն է, եւ դրա համար Ադրբեջանին որ զինեն, Ադրբեջանը պլացդարմ կտա, տես կհարցակվեն Իրանի վրա։ Հին տոնարով է մտածում։ Միթե սխալ է դա։ Հա? Գուցե տարիներ առաջ դա արդարացված լիներ Իսրայելի համար,
Չեմ ասում մեր համար կամ Ադրբեջան, Իսրայելի համար արդարացված լիներ։ Բայց եթե դուք նկատել եք քանի անգամ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, հենց Տրամփի կողմից, ասել են այդ տղա վերենգի տեղը Իսրայելին։ Պարոն Սարուխանյան, ՄԱԿ-ում Ալիևն իր գրեթե 15 րոպեանոց ճառի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ գրեթե 11 անգամ Հայաստանը համարեց օկուպանտ։ Այո։ Խոսեց Հայաստանի կատարած ռազմական հանցագործություններից, հայտարարեց, թե իրականացվել են էթնիկ զտումներ ադրբեջանական ժողովրդի հանդեպ, թե Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի, խոսեց նաև Զանգեզուրի միջանցքի մասին, բաց տեքստով հասկացնելով, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում։ Ալիևի նման լկտիությունը Ինչ է պետքա ճանաչի Ադրբեջանի կազմում։ Զանգեզուրի Միջանցքը։ Այո։ Ալիևի նման լկտիությունը միջազգային քաղաքակիրթ կառույցներից մեկում աշխարհի, որի աշխարհի գրեթե 99% պետությունները միացել են ՄԱԿ-ի մասին է խոսքը։ Հա, ես գիտեմ, 199, այո։ Այո, շատ լրակյաց ձևով ընդունեցին այդ փաստը, կարծես թե ՄԱԿ-ի անդամ Բայց երկրները։ ՄԱԿ-ը ինչ պետք է անի։ Լսեք, ՄԱԿ-ը ինչ պետք է անի։ ՄԱԿ-ի առաքելությունը Կներեք, մի հատ։ Եթե այդ փաստը ընդունում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կողմը, դուք ասում եք լռեցին, Հայաստանը լռեց։ Նայեք, ես չեմ ասում ես, դուք, երբ որ Նիկոլ Փաշինյանն ընդել լռում է, դա նշանակում է Հայաստանը լռում է։ Ամենացավային է, որ Ուրեմն Հայաստանը ասելով պարոն Սարուխանյան, Ալիևը հասկանում է տարածք, որի վրա Հայաստանը որևէ իշխանություն չունի։ Այո, ճիշտ է։ Ճիշտ է, ով է մտցրել այդ եզրույթը։ Առանց Զանգեզուր բառը։ Այո, Զանգեզուր բառը ես շատ եմ օգտագործել այդ ուշադրություն դարձրել Զանգեզուրի վրա։ Մեր մոտ դա կոչվում է Սյունիք, եթե միջանցք ունեք, ապա դա Սյունիքի միջանցք պետք է լինի, եթե անգամ միջանցք։ Դա Ալիևյան Այդ եզրույթը ով մտցրեց առհասարակ 20 թվականից հետո։ Կոնկրետ անուն եմ ուզում, ես պետություն էլ չէ, կոնկրետ անուն։ գիտեք։ Այո։ Վլադիմիր Պուտին։ Որովհետև այդ ժամանակ Վլադիմիրը իր համար այդ էմբարգոները, որ իր պետության ու մի մոռացեք այս պատերազմները իբր ռուս-ադրբեջանական հակամարտություն իրականում գոյություն չունի։ Այն իր ճուտն է, այն իր ձակն է, իր ստեղծած պետությունն է։ Ադրբեջանը ռուսների եւ թուրքերի զաբորների տակ սիրահարության ապօրինի զավակն է։ Նա օրինական ծննդական էլ չունի։ Բռնատիրական ռեժիմի ներկայացուցիչներ Ստալին, Լենին, հա? Նա ծննդական են տվել, ծննդական անվավերա։ Բայց ցավալին ու ողբերգականը դա է, որ նման շատ լավ։ Հիմա մենք հայ ենք, չէ՞։ Նման բաստարդը, պարոն Սարուխանյան, հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդին ցավը տանեմ։ Նորից եմ կրվում, ով պետք է բարձրացնի այդ հարցը։ Եթե ում մասին որ ասվում է Հայաստանը ձեն չի հանում, ես ով եմ։ Ես կարող եմ ընդամենը բողոքել։ Հենա խնդրեմ Ֆրանսիայում, Բելգիայում ընդունեցին բանաձևեր իրենց պարլամենտներում, որ արցախցիները պետքա վերադառնան Արցախ, որ հեսա ձեն չի հանում էլի։ Ոմն մեկը ծեծում է իր կնոջը, հարևանները բողոքում են, ոստիկանությունից գալիս են, գալի տանում են։ Իրիկունը տնում են նորից տունն է։ Ինչա կատարվել։ Կինը բողոք չի գրել։ Պրծավ։ Հայաստանը չի բողոքում։ Ես ու դու չենք բողոքում, որովհետև մենք ունենք վարչապետ, ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ, չի բողոքում։ Իսկ Հայաստանում 1-2 հոգի, այսինքն ես ու դու բողոքում եք, կլինեն տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ։ Հայաստանը չի բողոքում։ Հայաստանը ընդունում է, որ մենք ագրեսոր ենք։ Հայաստանը ընդունում է, այ ինչից բխած, ես ինչից դրտված, այ մեկ-մեկ ինձ ասում են, որ տենց ասում ես, կարաս ապացուցես, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալ է։ Բայց ապացուցը ո՞նց է լինում։ Ամեն ինչ ցանկացած հարց, որը օգուտ է ռուսական կայսրությանը, օգուտ, ուղղակի իրանց նարատիվներն է Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Ինչպես նաև
Սերժը, Ռոբերտը, Լևոն, բոլորը։ Ինչքան էլ դա վնաս չլինի Հայաստանին, ինչքան կապ չունի Ռուսաստանը տենց է պետք, տենց։ Եվ հիմա տեսեք, ռուսները ձեռները լվացել են, կողքի են քաշվել, նարատիվը տվել են Զանգեզուրի միջանցք, որովհետև իր աղբերը Թուրքիան եւ աղբոր տղեն Ադրբեջանը նույնն են, իրանք Չինաստանի վասալներն են, այդ բոլոր բռնատիրական ռեժիմները, այդ հիմա տեսեք, Թուրքիային ու Ռուսաստանին ի՞նչն է համախմբում, ինչ գաղափարական ընդհանրություն ունեն։ Ժամանակին Արևելյան Եվրոպան, երբ որ ասենք սոցիալիստական լագերը հասկանում էր, ասենք կոմունիստական երկրներ են։ Բայց լավ կոմունիստական Հյուսիսային Կորեային, կոմունիստական Չինաստանին, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, տեսեք ինչ խայտաբղ է, Պակիստանին, որ ոչ մի քաղաքական ընդհանրություններ չունեն, բայց իր ասենց գրգած աղբորպես ի՞նչն է։ Բռնատիրական ավտորիտար ռեժիմներ են։ Մեկը 50 տարի է պոստի իր բանը, մեկը 30, մեկը 20, մեկը 15։ Ես մեր Նիկոլը հլպտի ապացուցի, ես մեր Նիկոլը հլպտի արուն թափի։ Ինքը պետք է ցույց տա Չինաստանին էլ, Ռուսաստանին էլ, որ ինքն էլ է իրանց նման, որովհետև Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հրամանով այնպիսի սահմանադրություն է ընդունել, որ Նիկոլը կարա մի քանի անգամ ընտրվի, քանի անգամ չհավեր։ Դու ԿՊ-ին ես ընտրում, ինքը չի առաջադրվում։ Բայց օրենք չկա է ԿՊ-ի շրջանակներում իրանց առաջնորդին պարտադիր փոխելու, չկա, միշտ էլ ինքն է։ Տեսեք ինչ են արել։ Ու իրան ներգրավել են բռնատիրական ռեժիմների ընտանիքի անդամ եւ ինքը հմուտ ձևով այդ Միջանցքը տալիս է ինչի համար որտեղ ռուսը իրան ասել է Վլադիմիրիչը ասել են դեպի սենց էլի մնացածը սա բեմականություն է որ Մոսկվայից ասում են Նիկոլն է մեղավոր այդ պատերազմը սենց են պատերազմը հենց են բանը կանչում է Տրամպը Ալիևին ու Նիկոլին ասում են այդքան թե չէ ասում են դե քանի գլխանիկ չէ դա գնա տես բիձեն ինչ ասում Եթե նստում է թուղթ են ստորագրում, գալիս են նույն բանն են անում, շարունակում են իրենց բանը։ Ալիևն էլ է գործակալ։ Բա իհարկե, բա ինքն էլ հետ ուղղությունով Միմոն, Մոսկովский ինստիտուտ международного отношения, դա հենց KGB-ի կառույց է, իր հերը KGB-ի գեներալ էր։ Ինքն էլ KGB-ի կադր, բոլորը։ Պարոն Սարխանյան։ Նույնը նաև Վրաստանում հանկարծ չկարծեք։ Այսինքն հետ սովետական երկրներում, սովետական երկրների այդ բազայում Ռուսաստանը իր գործակալներն ուներ KGB-ի։ Ուղղակի երկրներ կա, որտեղ ասենք KGB-ին կարողացան հաղթեն Ուկրաինայում, Մոլդովայում, մի պահ Վրաստանում, հետո նորից ռևանշիստները հետ եկան, Պրիբալտիկայում, բայց այս մեր երկրներում հələ չեն հաղթել։ Այսինքն ստե հաղթում է KGB-ն։ Բայց կարող են դերասանություն անել Նիկոլը արևմտամետը, նա Նիկոլը թուրք է։ Հիմա Նիկոլին ինչ ուզում ես ասա։ Անգլիական շպիոն է, Նիկո ինչ ուզում ես ասա, ինչ ասես հնչում է բացի մի բանից, որ նա ռուսական գործակալ է, դա չի հնչում, որովհետև բոլոր այդ հնչեցնողները, ովքեր ինչ այլ բաներ են հնչել, իրանք եւս Կրեմլի նարատիվները իրականացնողներ են։ Այդքան բան, իրանք պետք է բթացնեն ժողովրդին, շեղեն, տանեն այլ ուղղությամբ։ Այսօր աշխարհը կիսվել է երկու մասի, կոնկրետ երկու մասի։ Չինաստան, որը պապան Չինաստանն է եւ վերջը ամերիկա-չինական բախումը պարտադիր պետք է լինի։ Եվ Ռուսաստանը, որը իր փրկությունը որպես պետություն մնալու քտել է Չինաստանի մեջ, այսինքն այդ պատժեր անտար խնդրեն վեգալ, նավթ, վեգալ, ինչ ուզում ես։ Հնդկաստանն է քասիբ դե երկիր է, այսինքն այդքան էլ քասիբ չի, ըստ մարտականակի որ վերցնես, հա։ Աշխարհում առաջինն է։ Հա, մարտականակի, ասենք կարող է չգիտեմ, բայց քասիբ ասելով, գիտեք ինչ բանով, միջին ամեն բնակիչի հասնող, ասենք, եկամուտների տեսանկյունով եմ ասում։ Միթե։ Իհարկե։ Լսեք, տեսել եք Գանգես գետի այդ ափին միլիարդավոր մարդիկ ոնց ծնվում, դե մեռնում են։ Ատե թաղում են, այսինքն չեն թաղում, վառում են, այդ մոխիրները լետում են։ Այսինքն միք վերցնի Հնդկաստանի են բարձրագույն կաստան, որը մոտ 50-ից 60 միլիոն է, այո, դա բարեկեցությունն է, դա կարելի է համեմատել այդ կաստան միայն։ Միայն այդ կաստան կարելի է համեմատել Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Անգլիայի հետ։ Այո, իսկապես, բայց այն մնացած միլիարդ ու կեսը,
բարեկեցության տեսանկյունից եմ ասում։ Նույնն էլ բանում է Չինաստանում է։ Պարոն Սարուխանյան, երբ խոսում ենք Սյունիքից, երբ հասկանում ենք Ալիևի եւ Էրդողանի պահանջները այն տարածքների մասին, որը պահանջում են Հայաստանից, որը անցնելու է Հայաստանով, որը կապելու է Նախիջևանի հետ, տարածքը այդ անվանումը ժամանակին նոյեմբերի 9-ի թղթով կորիդոր էր Զանգեզուրի միջանցք, հետո վերջերս դարձավ Թրիփի ճանապարհ, հաղթական ճանապարհ։ Այո, եւ հարց է առաջ գալիս։ Ամերիկայում համաձայնագրեր են կնքվում, դառնում է Թրիփի ճանապարհ, հետո նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հայտարարությունը։ Այդ երկու հայտարարությունները միթե հակասական չեն։ Օրինական ուժը միթե չի հակասելու իրար, որ մեկն է ուժի մեջ, որն է։ Եթե համաձայնություն լինի աշխարհի ուժերների կողմից, կարող են այնպես անել, որ ոչ մի հակասություններ չլինի այդ թղթերի մեջ, կարող են այնպես անել։ Եվ եթե համաձայնությունը չլինի աշխարհի ուժերների հետ իրար մեջ, այդ ուժերները ովքեր են։ Ամերիկան եւ Չինաստանը։ Արդեն Ռուսաստանը չէ։ Արդեն Ռուսաստանը չէ, մոռացեք Ռուսաստանը, որպես մենք հանդիսանում ենք Չինաստանի, ասենք, վասալը։ Լավ, եթե հարցը կարգավորվի Թրամփի ուղի այդ նախագծով, Ռուսաստանը առաջ չի բերելու, ասի, այստեղ հայտարարություն կա, բան կա, ստորագրված։ Ինչ հայտարարություն։ Ուր, չէ, դա հայտարարություն չի։ Բա ինչ է։ Գիտեք ինչ կա Վեննայի կոնվենցիա։ Գոյություն ունի sense մի բան, անգամ քաղաքացիական իրավաբանական գործավարության մեջ էլ այդպես։ Եթե դու ասենք ինչ-որ մի հատ ժառանգություն ստորագրել ես տալի ատրճանակը գլխին պահած, դա ուժ չունի։ Այսինքն պատերազմը հենց զորքերը, տանկերը քշում են, ես այնամ ջարդում, կոտորում են, կանչել են ասեն ստորագրի, չէ, կոտորենք։ Դա ուժ չունի։ Դա ով է որոշելու, որ նման ճանապարհով է։ Ո՞վ։ Այո։ Աշխարհի ուժերը, հենց որոշեց կանի։ Հիմա մենք էլ կարող ենք հայտարել դա։ Կարող ենք հայտարել։ Պրոստը մենք ունենք շատ, ասենք ասենք, վախկոտ վարչապետ, որը վախում ասի, գիտես ինչ կա։ 4-5 հազար տարվա արմատ ունեցող ազգի դու քաշում պոկում ես Արցախից եւ դրա մասին ՄԱԿ-ի ամբիոնից ոչ մի բառ չի ասում Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի բառ չի ասում, այսինքն նորմալ է։ Վանդալը մենք ենք եկեղեցի կոտորել, մենք ենք միջիտներ ջարդը ինչ-որ դուք հասկանում եք ինչա կատարում։ Այսինքն սա ուղն ու ծուծով ծառայում է։ Շատ հանգիստ իրան կարելի է անվանել թուրք։ Բայց ով է անվանում Նիկոլին թուրք։ Ռուսական գործակալները դիտավորյալ չեն ասում ռուս, որպեսզի ռուսը մաքուրիկ, պուպուշիկ, այ ինչպես որ 21 թվականին եղավ, չէ՞։ Հայ մտավարականությունը սաղին կոտորեցին ով, բոլշևիկ ռուսները, բայց վերջում պուպուշիկ ռուսները դուրս եկան։ Պուպուշիկ ռուսների Կրեմլում գծագրվեց 1915 թվի կոտորածը Հայաստանի ցեղասպանությունը։ Թուրքը այսօր թշնամի է, այո, իրավացի թշնամի է, որովհետև ինքը արունոտել է իր ձեռները։ Բայց վճիռ կայացնողը պուպուշիկ մանագալ է, այսօր մինչև օրս հələ մարդիկ կա, որ համարում են փրկիչ դրան։ Դուք հələ պատկերացնում եք, ասես մի հատ օրինակ, էլի։ Ինչ որ մեկին դատում են, այն էլ անտեղի։ Շինցու գործով դատում են, դատավորը վճիռ է կայացնում։ Հստակ երևում է, որ շինցու գործով է։ Մահապատիժ։ Դահիճ է տանում կախարանը հանում։ Դայճը դառնում է թշնամի այդ ազգին, այդ ցեղին, այդ ընտանիքին, բայց այն դադավորը, որը վճիռը տվել, ասում է թե այն դադավորն ինչ աներ։ Դուք հասկանում եք, մենք ինչ ծիծաղելի վիճակում ենք։ Դուք հասկանում եք, աշխարհը այսօր մեզ նայում է, ու դուք չպատկերացնեք, որ աշխարհը պատրաստ է ասենց մեկ ելույթի համար, այսինքն իսկապես այս հազարամյակներ պատմություն ունեցող այս ազգին իսկապես այսպես վեկալի ու ջինջին։ Հա լսում են, իրանք գիտեք ինչ են մտածում։ Մենք ամաչում ենք, այո, որ սա մեր վարչապետն է, ինչեր է խոսում։ Բայց իրանք մեղքում են, ասում են, այս ազգը ինչ վախի մեջ է մտնելու, արա գերի, արա ոնց փրկենք սրանց։ Իրանք գիտակցում են, որ վախից դրտված է դա անում։ Դա լավագույն դեպքում, եթե դրանք կարծեն, որ Նիկոլ Փաշինյանը վախից դրտված է անում, որ փրկի իր դա իսկապես անգամ կարելի է դրան ծափարել։ Բայց նա դա կատարում է մի բանի համար, որովհետև նա
գործակալ է, ռուսական գործակալ է, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերեցին այս մուտիլովկեքը գերազանց կատարելու համար, ու ինքը կատարում է։ Պարոն Սարուխանյան, Ալիևի քայլերից միթե չի կարելի հասկանալ, որ հայտարարվող խաղաղությունը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանից տարածքներ կբռնազավթվեն հօգուտ Ադրբեջանի։ Ինչի՞, չէ։ Հայաստանը կբռնազավթվի, ինչ տարածքներ։ Այդ Հայաստանը ինչ մի տարածք ունի, որ ասենք որ տարածքներ։ Օրինակ կարելի է ասենք Ուկրաինայից Դոնբասն ու Ղրիմը վերցնել, ասել տարածքներ։ Այսինքն ավելի ծանրագույն սցենարի։ Ռուսաստանից կարելի է Հյուսիսային Կովկասը տանել, ասել տարածքներ կամ Սիբիրը կամ Դալնի Վոստոկը, բայց Հայաստանը ճիշտ տարածք, Հայաստանը ինք իրանով մի տարածք էլ չի, տարածքի մի մաս է։ Մարտը հայտարարել է արևմտյան Ադրբեջան։ Ինչ տարածքներ, օրինակ, ինչ պետք է անել, հենա ջերմուկը մտել է մի քայլել անում է, գալիս է Եղեգնաձորի։ Ասեց Ալիևը վերջերս օկուպացված Արցախից, որ ոչ 2021 թվականի, ոչ 2022 թվականի այն դիրքերը, որոնք գրավել են, ոչ մի քայլ նահանջ չեն անելու։ Իսկ մենք Հայաստանի սուվերեն տարածքում տեղ ենք տվել թշնամուն ու տարատեսակ ամբիոններից հետաքրքիր ճառեր ենք ներկայացնում։ Ասեք, նորից էլի մեր ախր գիտեք ինչ կա։ Ինչ էլ որ ասեք ճիշտ եք ասում։ Այո, ասելու բան չկա ստե։ Շո փաստը, մենք նվաստացած վիճակում ենք։ Ես առաջարկում եմ ու արդեն մեռանք ասելու։ Քայլ առ քայլ վերական այն ծնկից վեր կենանք։ Նախ եւ առաջ, լավ բանակ։ Մենք ի վիճակի չենք կարճ ժամանակում ստեղծել Իսրայելի կամ Շվեյցարիայի նման մի հատ զոր բանակ, որ այս տարածաշրջանում անգամ Թուրքիան էլ որ հարձակվի, ատամները կոտրի։ Այսինքն ի վիճակի չէ, այն էլ կարճ ժամանակում։ Լավ, չի լինում։ Բանակը չես կարող ստեղծես, բայց այս քանի տարի է դեռ ասում ենք ազգ բանակի մասին, բայց այսօրվա դրությամբ հենց դա ակտուալ է դառել։ Մեռա, ես երրորդ տարին ասում եմ, հələ այս բաները որ չկար, երբ որ ասում են Ադրբեջանը էսա հարձակում է, ասում են նախ չի հարձակվելու, հիշեք։ Բարձրացնենք իմ 3 տարի առաջվա, 4 տարի առաջ պատերազմից հետո հայտարարություններից ու դուք կտեսնեք, երբ որ ամբողջ Հայաստանը կիսատ պրածտուտ ընդուց վախերից ասենք մի հատ sense բան կարդացած, հես Ադրբեջանը աշունը հարձակում, աշունը չէ, գարունը հարձակում, ասում չի հարձակվելու։ Ամերիկա կա, նա չի հարձակվելու։ Այդ վախի մտնորդում է, բայց հիմա էլ են ասում, աշնանը հարձակվելու է։ Բայց հիմա նորից եմ ասում, աշնանը արդեն սիտուացիան ուրիշ է։ Արդեն Տրամպը հրանգ է տալի խփել Մոսկվային, իրավիճակը փոխվում։ Մենք այն ժամանակ որ ասելու ենք չի հարձակվելու։ Տրամպը նման հրահանգ է։ Այո, իհարկե։ Բայց հավաքի ժամանակ գեներալներ ինչ ասել։ Բայց ինչ ասել, ինչ են ասել։ Վերջացավ էլ Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություն։ Ես գիտեի Վալոդյան կարգի տղա է, ասա հիմար է։ Վերջացավ նա արդեն էլ չի էլ տալի որ բանակցեն։ Տրամպն ասել, Ուկրաինան վերադարձնելու է բոլոր իր հողերը միջազգային Վալոդյայի մասին է խոսքը։ Վլադիմիր Պուտինի։ Որ նա հիմար է։ Էլ շանս չեն տալու։ Ուկրաինան վերադարձնելու Տրամպի բառերն է։ Վերադարձնելու է բոլոր իր գրաված տարածքները եւ ավելին։ Ավելինը ո՞րն է։ Ավելինը հենց այնա որ Բելգրադ մտնում ես բնակչության 80% ուկրաինացի են։ Կրասնոդար գնում ես գյուղերը Ստանիսաները սա ուկրաինացի են։ Եվ ավելին։ Դե գնա սա արդեն պատերազմի կոչ է։ Պարոն Սարուխանյան, այսօր միթե մենք կանգնած ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առջև։ Մենք կայնած ենք Հայաստանի կորստի իրական վտանգի առջև։ Սյունիքը դա այն բանն է։ Ասում եք ազգ բանակ պատրաստվել ժամանակի խնդիր այսօրվա պայմաններում հայ-ադրբեջանական այդ ուժային անհավասարության պայմաններում Հայաստանը որևէ շահեկան դիրք կարող է ձեռք բերել։ Այո, կարող է։ Ես դրա ճանապարհները գիտեմ։ Բազմիցս ես առաջարկել եմ։ Մենք անգամ փորձում ենք ստեղծենք ռազմական խորհուրդ։ Ռազմական խորհուրդը պետք է զբաղվեր քաղ պաշտպանությամբ։ Նայեք, տեսեք, ազգ բանակը չհաջողվեց, ազգ բանակի համար լուրջ հիմնարար աշխատանքներ պետք կատարել, հա։ Բայց քաղ պաշտպանության համար շատ արագ տեմպերով կարելի է նախաձեռնել որոշ քայլեր։ Տեսեք, ես հիմա կոնկրետ հարց եմ տալի։ Եթե ասենք հենց հիմա տագնապ եղավ եւ ռմբակոծեցին։ Երևանը ռմբակոծում, չգիտեմ ով։ Պարսիկները, թուրքերը, ադրբեջանցիները, չգիտեմ, ռուսները ռմբակոծ։ Մենք ուր ենք գնալու։ Տեղ չունենք այդ հարում։ Տեղ չունենք։
Եթե անգամ այդ շենքը նկուղ ունի, այդ նկուղը ստեղծված չի որպես ապաստան։ Ոմանք մտածում են փախուստի մասին եւ մտածում են, որ Վրաստանը Չի հասը, ուր փախն, աղբե ջան, 3 վարկանում է գալի հրտիրը։ 3 վարկանում։ Քեզ 3 օր պետք նախ պասպորտն ու վեշերը թավկես։ Մի 3 օր էլ պետքա որ այդպես հասնես տեղ։ Դու պատկերացնես սա ազգովի։ Բայց հասնես։ Չգիտեմ, ես այդ մտածողների տեսանկյունից եմ ասում էլի։ Ես իմ որ ասում ես Վրաստանով է։ Շատերը այդպես են մտածում, որ Վրաստանները դռները բացելու է եւ սպասելու է։ Բա չէ, բա երգի։ Այսինքն պետք է քաղ պաշտպանություն, պետք է ճիշտ, անգամ պատկերացրեք, այն սովորական տատիկը անգամ իր բնակավայրում ինք արդեն զինվոր պետք է լինի։ Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա ինքն ինչ պետք է անի։ Տագնապի դեպքում ում պետք է գնա, իր կինը որտեղ պետք է քնի, իր երեխան որտեղ պետք է քնի գիշերը։ Այդ ամբողջը պետք է արվեր։ Շատ արագ տեմպերով կարելի է դա անել։ Մենք ունենք թեթևացված, բայց գոնե ճիշտ այն լուրջ հրթիռների դեմ չի կարող առնել, բայց գոնե միջին եւ թեթև հրթիռների կամ հարված ականների դեպքում գիտեք հիմա տեսեք կան բետոնյա երկաթ բետոնյա ասած քառակուսի ստեղծված բաներ փոսը փորում ես դնում ես մեջը հողը տալիս ես վրան եւ շատ թեք բանով իջնում ես ապաստարան այսինքն դա պետքա կառուցել հատկապես սահմանամերձ քաղաքներում սահմանամերձ գյուղերում արդեն ամբողջ Հայաստանը դարձել է սահմանամերձ ահա այսինքն Երևան քաղաքը դա պետք է արվեր Մասսայական դրած շինարարություն են անում, այսինքն այդքան բետոնի հնարավորություններ ունեն, չէ՞ ստեղծելու ցեմենտի, բետոնի, չէ՞։ Այ այդքանը սա պիտի ապաստարան լիներ։ Պարոն Սարուխանյան, եւ վերջում սև ամպերը ծրվելու են Հայաստանի երկնային։ Միանշանակ ես համոզված եմ, որովհետեւ մեր տեսակը հաղթելու է վերջի վերջով, որովհետեւ մենք ձգտում ենք դեպի լույսը։ Սրանք խավարի մեջ են։ Լույսը հաղթելու է, հիշեք։ Լույսը հաղթելու է։ Հիմա Աստված գործում է մարդկանց ձեռով։ Անգամ նա այդպես ասացված կա, չէ՞, որ ասում է Աստված ջան ինձ sense բան տուր բան, սատանեն լսում է, ասում է գնացեք այս կնոջը տվեք, ասում է ինչ որ ինքը ուզում է մի բան էլ ավել, բայց ասեք եթե Աստված չտվեց, էսի սատանեն տվեց։ Գալիս են, տալիս են, բան, վայ շնորհակալություն աղոթներս լսեց Աստված, ասում է, բայց Աստված չի ուղարկել, էսի սատանեն է ուղարկել։ Ասում է Աստված այնքան հզոր է, որ ինքը որ ուզի անգամ սատանի ձեռով դա կանի։ Հիմա տեսեք, ես ասում եմ, Աստված գործում է մարդկանց ձեռով, պետությունների բաների։ Այսօր Տրամպը ինչ կանել իրան գժի տեղ է դրել, հա? Ասում է Պուտին դու քեզ գժի տեղ ես դրել, յանն բան չես հասկանում, այն ինձ է իրան գժի տեղ դրել, Նիկոլաստե է։ Հարասմիզնից գիժի չկա։ Սկսեց Պուտին գովալ, Զելենսկուն ասեց, ես ինչ ես հակե, հա? Բայց հիմա վերջում տեսեք, որ եկավ սաղ կայնավ իր տեղը։ Սաղ կայնավ իր տեղը։ Այսօր Տրամպը հայտարարեց, որ Ամերիկայի այն տարածքները, Ամերիկայի Միացյալ Նահանգների այն մեծ քաղաքները, որտեղ միգրանտների քանակը շատ են, դա դառնալու են մեր ռազմական գործունեության հիմնական բազաները։ Ինչ է ակնարկում, որովհետև ինքը գիտի, որ այնտեղ 4-5 միլիոն ռուսների էմիգրացիոն ռուսների կեսը գործակալներ են, որովհետև ինքը գիտի, այնտեղ 3 միլիոն հայերի կեսը ռուսական գործակալներ են, որ այնտեղ չինական ասենք 5-10 միլիոնանոց այդ համայնքը կեսից շատ է, հենց ամբողջությամբ գործակալներ են։ Թուրքական ու ադրբեջանական ասենք համայնքները 100%-անոց գործակալներ, ինքը գիտի, որ Ամերիկան փորձելու են ներսից տրակցնեն։ Ինքը դրա համար այդ դրա ակնարկն արեց։ Շատ բարի։ Եվ հետարքիր օրեր է մեզ սպասում։ Եվ Հայաստանի ազատագրում։ Ինչ է սպասում բռնակալ Ալիևին։ Դատարան Հագայի։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար, պարոն Սարուխանյան։ Ես եմ շնորհակալ Արեգ ջան, հրավերի համար։ Միշտ պատրաստ եմ կիսվելու իմ մտքերի եւ մեր կազմակերպության ծրագրերի։ Ամենայն բարիք ձեզ։ Ձեզ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։